Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 1-ի կանխատեսումն է։ Իդեպ ամենակարևոր օրն է, 1-1 և տարին ևս 1։ Այնպես որ տեսանյութը կլինի ամսի 1-ի չէ իհարկե, հունվարի լավագույն օրերը, հունվարի կոդերը, հաջողության կոդերը կլինեն հունվարի ընթացքում, որովհետև դրանք ամբողջ հունվարին են վերաբերվում և ամբողջ հունվարի ընթացքում դեռևս կարող եք օգտագործել։ Բայց ամսի 1-ի համար կարծես թե չեմ հասցնում տեղեկություններ ասել, դժվար հասցնեմ, բայց պետք է իմանաք, որ այդ օրը շատ կարևոր օր է բոլորիս համար, 3-1, դա նշանակում է շատ էներգիա, շատ ուրախ պահեր, պահեք ցանկություն, պահեք երազանք, այդ օրը այն անպայման կկատարվի, կանացի էներգիա է ի վերջո լինում, այդ օրը բոլորը շատ ավելի մեղմ կլինեն, կանայք ավելի մեղմ, տղամարդիկ ևս ավելի մեղմ կլինեն, այնպես որ վայելեք այդ օրը, ուղղակի պետք է վայելեն նաև ընտանիքի հետ թեկուզ և պահեք անպայման ձեր ցանկությունները պահեք, հենց 31-ի գիշերվանից պահեք, մինչև ամսի 1-ը, ամսի 1-ին ևս պահեք, այնպես որ շատ լավ օր է, շատ էներգիայով լի օր է, 3-1-ը դա ընդհանուր առմամբ դա շատ լավ է, շատ լավ էներգիա է, որը հենց հունվարի 1-ով լինում է, շատ դեպքերում լինում է հունվարի 1 ուղղակի 1-1, բայց տարին 1 չէ, իսկ այս դեպքում 1-1-1 է։ Պահեք անպայման մի մոռացեք պահել ձեր ցանկությունը այդ օրը, գրի առեք և այն ժամանակ նետեք, երբ որ այդ ցանկությունը կիրականանա։ Պահեք մի տեղ, մի անկյունում, որ ոչ ոք չտեսնի, ոչ է բլոկնոտում գրեք։ Որոշել եմ ամեն մեկի համար 2 քարտ հանել, որ թեմայի շուրջ կլինի, այդ քարտի վերաբերյալ այդ թեմայից էլ կխոսենք այդ օրվա համար, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք։ Դրա համար այս քարտերն եմ հանել։ Ահա, գնայինք խոյերին, օրը 5-շաբթի է, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին հունվարի 1-ին, 1 և ևս 2 քարտ, մեկը մյուսից հիանալի քարտ։ Ուրեմն այդ օրը ձեզ սպասվում է շատ արագ հաջողություն, փոքրիկ շահավետ լուր նաև, դրական լուր, որը կստանաք շատ արագ, շատ անսպասելի ձեզ համար, որը ևս հաջողություններ կբերեն ձեզ։ Եվ ինչ-որ մի հնարավորություն կունենաք, ինչ-որ մի վայրկյանում, ինչ-որ մի րոպեում, այնպես որ օգտվեք այդ հնարավորություններից, որը որ շատ արագ է գալու, շատ արագ է լինելու, չեք էլ հասցնի, որ հասկանաք, այնպես որ հաջողության քարտն է, այնպես որ սպասեք միայն հաջողություն այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տեսնենք ցուլերին ինչ է ասում։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 1-ին։ Եվս 2 քարտ կհանենք, դե աղվեսը բնականաբար պարտադիր էր։ Այդ օրը ուշադրություն դարձրեք, այստեղ կարող է լինել խաբեություն, որը մեծ կազմակերպությունում, եթե ինչ-որ գործեր ունեք այդ օրը, խարդախություն, որը կապված է գումարի հետ, որը կապված է իշխանության հետ, հզոր անձ է, սա նաև որը մանիպուլյացիա է անում, միգուցե բոլորին, միգուցե նաև ձեզ հետ կապված դա կարող է լինել։ Նաև խաբեություն է սա իշխանության և այդ իշխանության հովանու ներքո, այնպես որ այդ օրը ոչ մի պետական հիմնարկություն, լավ է որ գոնե փակ է, ոչ մի կարևոր ոչինչ մի արեք, խաբեություն կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 1-ին։ Նորից էլի խաբեությունը, բայց մեկ այլ տեղից։ Այդ օրը կարող եք ունենալ գայթակղիչ, շատ մեծ երազանքներ, բայց դրանք կարող են լինել կեղծ։ Խաբեություն, սա նաև կարող է լինել մանիպուլյացիա, ինչ-որ մեկի կողմից,
Նաև կարող է ինչ-որ մեկին եք իդեալականացնում, ինչ-որ բան եք իդեալականացնում, նաև սա խաբեություն կարող է լինել օտար երկրի հետ կապված, օտար երկրի մարդկանց միջոցով։ Այնպես որ մի վստահեք այդ օրը, կարող է ասում են գալիս ենք, բայց չեն գալիս։ Նաև սա խորամանկություն է ձեր ցանկություններին հասնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 1-ին։ Գոնե ձեզ խաբեություն չլինի։ Գոնե հա այդ օրը այդպես ակտիվորեն մեկը մյուսին կպատմի, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է անցկացնել նոր տարին, հնարավոր է շատ զանգեր ստանաք, դուք շատ զանգեր անեք, որը մարդկանց, նաև ոչ է կարող անհանգստություն է, ոչ է նորության համար կամ չեք ստանում դեռևս այդ նորությունը սպասում եք, հա, եւ դրա համար այդպես անհանգիստ եք, նաև պետք է ինչ որ հարցեր այդ օրը քննարկեք անպայման։ Պարտադիր քննարկման ենթարկեք, ինչ որ մի կարևոր հարց միջև անելուց առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին հունվարի 1-ին։ Սա ժամանակի հետ է կապված, սա ոնց որ ձեզ համար հնարավորություն է ճիշտ ժամանակին անել որոշ գործողություններ։ Նաև սա հնարավորություն է ձեզ տալիս այդ օրը, որ ժամանակ հատկացնեք որոշ գործեր անելուն կամ ժամանակն է սկսելու։ Այդ հնարավորությունը ձեզ կտան ավելի կհեշտանա ինչ որ հնարավորություն, երբ որ դուք որոշ մի բաներ սկսեք ձեր կյանքում այդ օրը։ Նաև սա եթե չեք հասցնում ինչ-որ մի բանը ճիշտ ժամանակին, ապա այդ հնարավորությունը կունենաք անելու կամ անգամ խոսելու այդ մարդու հետ, որ մի փոքր գոնե ուշ տաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 1-ին։ Աղվեսը ամենուրեք կա։ Ուրեմն սա նշանակում է խաբեություն, որը կարող է բերել ճգնաժամի, դրա համար մի հավատացեք այդ օրը ոչ ոքին։ Սա անկայուն կառույց է, որը կարող է ձեզ խոստանալ եւ դա հետո կարող է փլուզվել։ Ինչ-որ բան կարող եք բացահայտել վերջնականորեն, ինչ-որ դավաճանություն, որը կոչնչացնի, ինչպես որ ասում են, ամեն ինչ։ Ինչ որ աշխատանքի հետ դա կարող է կապված լինել, ոչ մի կենտրոնի հետ դա կարող է կապված լինել, որ իմանաք ովքեր էին եւ այլ չվստահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 1-ին։ Լավ քարտեր են։ Այստեղ ձեր հարաբերություններն են, որը ընտանիքում սեր է իշխում, նաև ինչպես որ ասում են սեր, որը որ բուժում է եւ ձեր հոգին, եւ ձեր մարմինը։ Այստեղ հարաբերությունների ներդաշնակ զարգացում, կապվածությունը ձեր եւ ընտանիքի անդամների հետ եւ ձեր զույգի հետ անկեղծ է, ոչ մի խաբեություն չկա, եւ նա կդառնա ձեզ համար կյանքի հուսալի հենարան, այսինքն եւ ձեր ամուսինը եւ ձեր կինը եւ նոր ծանոթությունը եւ միգուցե այն մարդը ում հետ որ շփվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 1-ին։ Շունիկը որ կա, արդեն հավատարմություն է դա նշանակում։ Այստեղ կարող է լինել ձեր ընկերությունը փորձության մեջ։ Այստեղ թե ինչպեսի ընկերություն է եւ հենց ամանորից հետո հենց անպայման նայում կբացահայտվի։ Նաեւ սա մեկը մյուսի հետ կիսվում է իր բեռով, հա, օգնում են, որ բեռը թեթևանա։ Պարտականություն է, զոհաբերության զգացում է, այստեղ զուգընկերոջ նկատմամբ նաև պատասխանատվություն է, նաև ընկերոջ նկատմամբ է պատասխանատվություն։ Դա նշանակում է նաև որ ընտանիքը, եթե ընտանիք է, ապա եթե ընկերական մթնոլորտ է, ապա մեկը մյուսի հանդեպ պատասխանատվությունը ավելի կմեծանա այդ օրվանից սկսված։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 1-ին։ Այդ օրը կարող եք ոչ է լուրեր լսել, ոչ է պաշտոնական լուրեր պետական հիմնարկությունից։ Նաև կարող է ուղղակի հեռուստատեսությամբ եք լսում ոչ է լուրեր, կարող է ինչ-որ մի կարևոր փաստաթուղթ եք ստանում։ Նաև կցանկանաք անկախ լինել, չաշխատել, միգուցե դե բնական է այսօր երևի չեք էլ աշխատում։ Նաև կարող է ինչ-որ լուր եք ստանում, որից հետո ցանկանում եք ուղղակի առանձնանալ, ձեզ համար առանձին նստել։ Սա նաև գնալ ռեստորան է։ Կարող գնում եք ռեստորան, գնում եք ոչ է փակ տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ ճղճուրներին։ Ինչ է սպասվում այդ ճղճուրներին հունվարի 1-ին։ Այստեղ մի փոքր այդ օրը գործերը, որ ցանկանաք առաջ տանել, կարող եք բախվել ոչ է պատի դրա համար, այդ օրը փորձեք ոչ մի գործ առաջ չմղել, որովհետև անհնարին կլինի դա անելը։ Տեսնենք։ Հնարավոր է ինչ-որ չափով ձեր ընտանիքի անդամները ձեզ օգնեն դա առաջ տանելու համար, բայց ամենայն դեպս միգուցե ճանապարհ եք գնում այնտեղ ինչ-որ խնդիրներ, դա համար ուշադիր եղեք, բենզինը թող տեղում լինի, մեքենան սարքին լինի, որպեսզի խնդիրներ այստեղ չհանդիպեք։ Դե նորություն եք սպասում, ապա դժվար այդ նորությունը այդ օրը ստանաք։ Եթե ինչ-որ փաստաթուղթ եք սպասում, ինչ-որ բան եք սպասում, որ գա, այդ օրը եւս մի փոքր դժվար է քարտով, որպեսզի ստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 1-ին։ Ուրախ բարձր տրամադրություն երեխաների հետ կապված, որովհետեւ ինչ-որ պահեր են տեղի ունենալու։ Այդ օրը կստանաք հաճելի նորություններ, նաև հաջողակ դրական բանակցություններ, միգուցե բիզնես եք բացում այդ օրը, հենց առաջին օրը կամ սկսում եք նոր բիզնես, հենց հունվարի 1-ը սկսում է։ Նաև այստեղ կարող եք քննարկել այդ օրը հաջողված ոչ է նախագծի հետ կապված, կարող եք նաև արձակուրդի հետ կապված հարցեր քննարկեք, երկխոսություն ինչ-որ մեկի հետ, որ ձեզ ուրախություն կբերի, ինչ-որ մեկի հետ կարող եք հաճելի զրույց ունենալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 1-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, կարող է ձեր տղան է գալիս, կարող է սիրո խոստովանություն եք ստանում, դուք եք անում, ձեր եղբայրն է գալիս, ձեր ամուսինը, ինչ-որ նոր սեր է, ավելի շատ սեր ընտանիքում, ինչ կարող եմ ասել այս երկու քարտով, սեր դեպի ձեր տղան, սեր դեպի ձեր ամուսին, նոր ընկեր, միգուցե նոր սեր է այստեղ, նոր ծանոթություն է հենց հունվարի 1-ի դրությամբ։ Միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ինչ-որ մեկն է, եթե անգամ աշխատում եք այդ օրը, ապա ընդհանուր ոնց որ կզգաք այդ մթնոլորտը, ավելի հաճելի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։